Մինչ կանցնեմ պատկամին, մի հորդոր, որ ուզում եմ փոխանցեմ ձեզ։ Ինչու համար մտածեց ես հորդորը անպայման պատկամից առաջ փոխանցել ձեզ։ Որովհետև գիտեք իրականության մեջ տեսա իրավիճակներ, որոնց մեջ քրիստոնյան խոցելի է։ Տեսա պահեր, որոնց մեջ քրիստոնյաները հանգարցակի, հիվանդություն, խնդիր, դժվարություն, ուղղակի հանգարցակի կանգնում են մի վիճակի մեջ եւ կարծես թե այդ վիճակը անելանելի է։ Ու այս ուղղությամբ ես սկսեցի մտածել ու աղոթել։ Ուզում եմ ձեր համար կարդամ Մատթեոս ավետարան 24-րդ գլուխ 37-39-րդ խոսքերը, որ մեր Տերը Հիսուսը ասում է վերջի ժամանակների համար։ Մարդու որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես, որովհետև ինչպես որ ջրհեղեղի նախորդած օրերին էին, ուդում ու խմում, կին էին առնում ու մարտի գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տաբան մտավ, եւ չիմացան, ինչպես որ ջրհեղեղը եկավ ու բոլորին վերածրեց, մարդու որդու գալուստն էլ այդպես է լինելու։ Մենք տեսնում ենք Հիսուսը ինքը մի կարևոր զգուշացում եւ համեմատություն է բերում վերջի ժամանակների եւ Նոյի տաբանի վրայով։ Նոյը ինքը կառուցեց տաբանը, մտավ այդ տաբանի մեջ ու ջրհեղեղ եկավ։ Գիտեք, այսօրվա այս ժամանակների տաբանը եկեղեցին է։ Այս ժամանակների փրկության տաբանը, օրհնության տաբանը, ապահովության տաբանը եկեղեցին է, որի մեջ ամեն մեկս մեր մնասը, ինչպես որ առագը ասում է Մատթեոս ավետարանի 25-րդ գլխի մեջ, մեր մնասը տնելու եւ կառուցելու եւ բարձրացնելու ենք եկեղեցին, որովհետեւ կարողանանք ապահով լինել փոթորիկի ժամանակ։ Այլ կերպ ասած ուզում եմ հետեւյալը ասեմ. եկեղեցին հոգևոր ծածկոց է յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ Եվ մարդը, ով եկեղեցուց դուրս է, կապ չունի, որ ինքը հեռահար լսում է պատկամները, կապ չունի, որ ինքը որոշակի կապ ունի եկեղեցու հետ կամ եկեղեցու շատ անդամների հետ, կապ չունի, որ ինքը ժամանակ առ ժամանակ գալիս է եկեղեցի, եթե մեկը ամբողջովին ընդգրկված չէ եկեղեցական ընթացքի մեջ, եկեղեցական կյանքի մեջ, եկեղեցական ծառայության մեջ, ինքը խոցելի է եւ տաբանից դուրս է։ Իհարկե, այս խոսքը ավելի շատ վերաբերվում է այն մարդկանց, ովքեր տարբեր միջոցներով մեր հեռարձակումները դիտում են։ Ես վստահ եմ ու գիտեմ ցեզանից շատերը հավատարիմ են եկեղեցական կյանքին, բայց մի հատ ուզեցա ուղերձ ուղղել այն մարդկանց, ովքեր իրանք ապահովության մեջ են ու ասում են, դե գիտես ես ձեր քարոզները լսում եմ, դե գիտես ես ձեր եկեղեցու անդամ եմ, ու երբ որ հարցնում եմ, ինչպես կարող ես մեր եկեղեցու անդամ լինել, չէ, տարիներ առաջ ես եկել եմ, հիմա էլ ձեր քարոզները լսում եմ։ Գիտեք, եկեղեցու անդամ, եկեղեցական պատկանելություն չեն կարող ունենալ միայն մեր փառաբանությունն ու քարոզները լսելով։ Դրա համար ուղղակի այս ուղերձը ուղղված է այն մարդկանց, ովքեր եկեղեցական կյանքի մեջ չեն։ Ընդգրկվեք եկեղեցական կյանքի մեջ։ Փոթորիկները աշխարհի մեջ ավելանալու են, փոթորիկները գնալով շատանալու են, մենք չենք կարող կանգնեցնել աշխարհում եղած փոթորիկները, բայց մենք կարող ենք, ինչպես Աստծո մի ծառայի ասել, մենք կարող ենք կառուցել տաբան, որի մեջ ապահով կլինենք, մենք կարող ենք լինել եկեղեցու ներսում, որի մեջ ապահով կլինենք, մենք կարող ենք լինել աստվածային ծածկոցի ներքո, որի մեջ ապահով կլինենք։ Շատ ու շատ անգամ մարդիկ իրանք ունեն տարբեր պատճառաբանություններ եկեղեցական կյանքով չապրելու համար։ Դու ինչ պատճառ էլ ուզում ես ունեցի, աշխարհի փոթորիկը նաև կցնցի քեզ ու կվնասի քեզ չնայելով պատճառներին, որովհետև մարդ, ով փոթորիկի մեջ է, ինքը չի կարող պատճառ բերել ու փոթորիկին ասել, որ ինքը պատճառ ուներ նավակ չունենալու կամ փրկության տաբանի մեջ չլինելու համար։ Փոթորիկը գալու է, հարվածելու է եւ վնասելու է։ Ու շատ անգամ ես վերջի մի ամսվա ընթացքում ես տեսա դեպքեր մարդիկ, ովքեր եկեղեցու հետ որոշակի կապ ունեն, բայց եկեղեցու ներսում չեն, հանկարծ իրանք վնասվում են, խոցվում են։ Իրանք գնում են խնդիրների մեջ, դժվարությունների մեջ, հիվանդությունների ու փորձությունների մեջ,
Ու այս ուղղությամբ իրականում մտածեցի ու աղոթեցի եւ տեսա մի կարևոր բան. երբ որ մարդ եկեղեցական ծածկոցից դուրս է, ինքը տաբանից դուրս է։ Երբ որ ինքը եկեղեցական կյանքով չի ապրում, ինքը տաբանից դուրս է։ Մեկ ուրիշ օրինակի ու համեմատության մեջ ուզում եմ քեզ հետևյալը ասեմ։ Մատթեոս ավետարան 25-րդ գլխի մեջ մենք կարդում ենք մի պատմություն, որի մեջ տանտերը կանչեց իր ծառաներին եւ ամեն մեկին տաղանդ տվեց, որպես իրանք այդ տաղանդը, այդ մնասը օգտագործեին, իր վրա ավելացնեին, ու երբ որ ինքը հետ վերադառնար, հաշիվ ուզեր։ Եվ Աստծո խոսքը ասում է. 5 մնաս ունեցողը գնաց եւ 5-ն էլ շահեց։ 2 մնաս ունեցողը գնաց եւ 2-ն էլ շահեց։ 1 մնաս ունեցողը մտածեց իմ Տերը խիստ մարդ է, ու երբ հետ վերադառնա ավել լավ է իր մնասը իրան տամ, որովհետև գուցե եւ կորցնեմ, ու տարավ ու այդ մնասը պահեց։ Ու երբ որ Տերը եկավ եւ հաշիվ ուզեց, գիտեք մենք տեսնում ենք հետեւյալը. 5 տաղանդ ունեցողը, 5 մնաս ունեցողը եկավ եւ ասաց. Տեր, քո տված 5-ը 5-ն էլ է շահե։ 2 ունեցողը նույնպես եկավ եւ ասաց. Տեր, քո տված 2-ը 2-ն էլ է շահե։ Ու Տիրոջ պատասխանը իրանց համար հետևյալն էր. Աբրես, բարի եւ հավատարիմ ծառա, քիչ բանի մեջ հավատարիմ էիր, շատ բանի վրա կտնեմ։ Բայց 1 մնաս ունեցողը եկավ եւ ասաց. Տեր, դու խիստ մարդ էիր։ Ինքը ուներ պատճառ, թե ինչու համար չպետք է գործեր, որովհետև իր Տերը խիստ մարդ էր եւ չցանած տեղը հնձում էր։ Ինքը ուներ արտարացում, թե ինչու համար ինքը մտածեց փոխարենը գործելու թաքցնի ու իրան հետ վերադարձնի։ Բայց մենք տեսնում ենք Տիրոջ պատասխանը, որը մենք հասկանում ենք մեր Աստծո պատասխանն է։ Տիրոջ պատասխանը հետևյալն էր. անպիտան եւ ծույլ ծառա։ Չէ որ այդ 1 մնասը տալու էր սեղանավորներին, որպես իրա վրա ավելացնեիր։ Բայց քանի որ չարեցիր, քեզանից ունեցած տել կվերցվի ու կտրվի նրան, ով ավելին ունի։ Ու գիտեք մի բան, որ այսօր առավոտ, երբ որ ես կարդում եի այդ առակը, մի բան, որը միշտ մտածում էի, գուցե գրած է, գուցե գրած չէ, բայց սկսեցի բացել եւ կարդալ, եւ Տերը հետեւյալն է ասում. Իրան հանեք դրսի խավարը, որտեղ լաց եւ ադամների կրջտոս կլինի։ Աստված ամեն մեկիդ, սիրելի քրիստոնյա, որ դիտում ես այս հորդորը, որտեղ էլ լինես, որ երկրում լինես, որ եկեղեցում էլ ապաշխարած լինես, որ քաղաքում էլ լինես, այս հորդորը հենց քո համար է։ Այն 1 մնասը, որը Տերը տվել է քեզ, Տերը ասում է ինչու սեղանավորներին չտվեցիր։ Այդ 1 մնասը թեկուզ եւ փոքր Տերը տվել է, որբեսի դու այսօր տաբան կառուցես հենց քո փրկության համար։ Դրա համար սիրելիս հորդորս է քեզ, որ երկրում ու քաղաքում էլ լինես, որ եկեղեցում էլ ապաշխարած լինես, վերադարձիր քո եկեղեցի, մտիր Աստվածային ծածկոցի ներքո, մտիր Աստվածային պաշտպանության ներքո, քանի որ փոթորիկները մենք չենք կարողանալու խաղաղեցնել, բայց մենք կարող ենք մեր ընտանիքի, մեր ազգի, մեր մտերիմների համար տաբան կառուցենք փրկության համար։ Տերը օրհնի բոլորիդ։ Խնդրում եմ, որպես այս հորդորիս համար աղոթեք եւ իրականում կանգնեք Աստվածային ծածկոց ունենալով ձեր վրա, ձեր մնասը սեղանավորներին տալով, եկեղեցական կյանքով ապրելով ու եկեղեցական ծածկոցի տակ լինելով։ Տերը օրհնի բոլորիդ։ Այս կարճ ուղերձն էր, որ սրտումս կար փոխանցելու համար, բայց ուզում եմ կարդամ նաև 2 խոսք Աստվածաշնչից։ Եբրայեցիների թղթի 4-րդ գլուխ 11-րդ համարը ասում է. Ուրեմն ճանանք մտնել այն հանգստի մեջ, որբեսի ոչ ոք անհնազանդության նման օրինակով չգնի։ Առաքյալը հորդորում է ճանք արա մտնել Տիրոջ հանգստի մեջ, որովհետև չմտնելը եւ հնարավորություն բաց թողնելը ուղղակի անհնազանդություն է։ Ինչ պատճառ էլ որ դու ունենաս, ուղղակի անհնազանդություն է։ Մեկ ուրիշ համար, Եբրայեցիների թղթի 10-րդ գլուխ 25-րդ խոսքը. Եվ մեր մեկտեղ հավաքվելը չթողնեք, ինչպես ոմանք սովորություն են, այլ միմյանց քաջալերեք այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը
մոտեցել է։ Սա Աստծո խոսքն է ասում։ Մեկտեղ հավաքվելը չթողնեք, կապ չունի, դու ունես աշխատանք, կապ չունի, դու ունես փոքր երեխա, կապ չունի, դու ունես լավ պատճառ, կապ չունի, դու ունես ընտանեկան խնդիր, Աստծո կամքն է, որբեսի դու լինես իր տան մեջ։ Աստծո կամքն է, որբեսի դու լինես աստվածային ծածկոցի ներքո, Տիրոջ առաջ կանգնելով եւ քո մնասը օգտագործելով։ Աստված օրհնի բոլորիդ, ուզում եմ նորից ու նորից հորդորեմ, հնազանդվի Տիրոջ խոսքին, պահիր Տիրոջ խոսքը, ամուր կարճիր այն ուխտից, որը Տերը կապել է իմ եւ քո հետ, եւ քո կյանքը կլինի օրհնված եւ փոխված։ Աստված օրհնի բոլորիդ։ Սա այն ուղերձներ, այն հորդորներ, որ ուզում էի փոխանցել։